Բոլորան երեխաները, որոնց 6 տարին լրանում է տվյալ տարվա ընթացքում, պիտի դպրոց ընդունվեն։ Երեխան պիտի խաղա, տանը պիտի մնա, անկախ նրանից հատուկ կարիքներ ունի թե ոչ։ 6 տարեկանից ավելի մեծ է, պիտի նստի իր տարիքին համապատասխան դասարանում։ Բացարձական հիմնեն։ Մենք գործ ունենք ստեղծագործական ոլորտի հետ։ Աբսուրդի ժանրից է։ Նույն տրամաբանությամբ ես առաջարկում եմ, որպեսզի երեխաներին ծնողները տանեն դպրոց 15 տարեկանից եւ միանգամից 10-րդ դասարան։ Ես իմ երեխայի հետ հաճախելու եմ ու նստելու եմ հենց առաջի դասարանում։ Սա նպաստում է, ուղիղ պետք է ասել, անգրագիտության տարածմանը։ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած օրենքով սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախելու պարագայում երեխան պետք է ընդունվի իր տարիքային խմբին համապատասխան դասարան, 7 տարեկանը երկրորդ, 8 տարեկանը երրորդ դասարան։ Արդյոք կա նման փոփոխության անհրաժեշտություն եւ ինչ հետևանքներ այն կարող է ունենալ։ Մենք Հայաստանում ունենք երկու կարգի ծնողներ, որոնք իրենց երեխաներին 1 տարի ուշ են ուղարկում դպրոց։ Առաջինը այն ծնողներն են, որոնք մտածում են, որ 6 տարեկան երեխան փոքր է եւ իրեն պետք է 1 տարի ուշ ուղարկել, այդ խորհրդային մտածողությամբ, եւ երկրորդը այն ծնողներն են, որոնք մտածում են, որ հաջորդ տարի դպրոցում ավելի լավ դասվար կա եւ պետք է հաջորդ տարի ուղարկել, որպեսզի ավելի լավ դասվարի մոտ սովորի, այսինքն ծնողների մի խումբը այդքան մտահոգ չի կրթությամբ, բայց մյուս խումբը հակառակ այնքան մտահոգ է, որ երեխայի 1 տարին զոհաբերում է, որ լավ դասվարի մոտ ընկնի։ Հիմա իհարկե այս կանոնակարգումը կարծում եմ բերելու է նրան, որ երեխաները հիմնականում գնալու են 6 տարեկանում, որովհետև եթե իրենք փորձեն ուշացնել 1 տարի, ապա այն ինչ իրենց սպասվում է բացարձակապես ձեռնտու չէ։ Երեխան միանգամից նստելու է երկրորդ դասարան եւ բնականաբար չեմ կարծում, որ ստանալու է համապատասխան աջակցություն, որպեսզի հասցնի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախարարի հրամանի մի նախագիծ, որի համաձայն, եթե երեխայի մոտ արձանագրվել է մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ եւ 4-րդ աստիճանի աջակցության կարիք, երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից 1 դասարան ցածր, օրինակ 8 տարեկանը 2-րդ դասարանում։ Այս դեպքում խնդիրներ չեն առաջանա։ Սա նոր փոփոխություն է, որը դրվել էր մի քանի օր առաջ հանրային քննարկման։ Բնականաբար այդ նախորդ որոշման, այսպես ասած, հետ է կապված, որովհետև կարող են լինել երեխաներ, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմաններ եւ իրենք 6 տարեկանում պատրաստ չլինեն դպրոց գալու, հետեւաբար այս քայլով նախարարությունը ասում է, որ նմանատիպ երեխաների պարագայում թույլատրելի կլինի, որ իրենք 1 տարի ուշ գան, բայց սկսեն, այսպես ասած, առաջին դասարանից կամ 1 դասարան ցածր։ Սա է, որը կարծում եմ էլի կարևոր որոշում է։ Առավելապես գյուղերում բնակվող բարձր դասարաններում սովորողները դպրոց չեն հաճախում, թեև 12-ամյա կրթությունը պարտադիր է։ Որոնք են հիմնական պատճառները եւ ինչպես շտկել խնդիրը։ Մենք այսօր եւ մարզերում, եւ Երևանում, եւ տարբեր քաղաքներում ունենք լրջագույն խնդիր ավագ դպրոցների հետ։ Մեծ թվով երեխաներ դպրոց չեն գնում։ Մեծ թվով երեխաներ աշխատում են դասերի ժամանակ սրճարաններում, սուպերմարկետներում եւ վաստակում են բավական մեծ գումար։ Եվ այստեղ խնդիրը այն է, որ մենք այդ երեխային, որը չի ուզում սովորել, զոռով ուզում ենք բերել դպրոց, որտեղ ինքը արդեն սովորելու ցանկություն չունի։ Հետևաբար մենք հիմա ստիպված քողարկում ենք այս խնդիրը, ծածկադմփոց է արվում, բայց այն բավական լուրջ խնդիր է։ Մենք ունենք երեխաներ, որոնք գերեզմանափոր են աշխատում, ծաղիկ են վաճառում, հնարավոր բոլոր աշխատում։ Ունենք երեխաներ, որոնց գյուղում չկա ավագ դասարաններ եւ իրենք պետք է բավական ճանապարհ գնան դեպի մյուս գյուղ եւ որպես կանոն չեն գնում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հետ վերադառնանք դեպի 9-ամյա պարտադիր կրթություն, որովհետեւ մենք նաեւ ինչ որ առումով անիմաստ ծախս ենք անում երեխաների համար, որոնք դպրոց չեն գնում, բայց պետությունը վճարում է այդ երեխաների համար։ Առկա խնդիրները վերլուծելով, արդյոք ճիշտ էր 12-ամյա միջնակարգ կրթության մոդելին անցումը։
Դեռևս 10 տարի առաջ, երբ այս որոշումը քննարկվում էր 12-ամյա պարտադիր կրթությունը, ես ասել եմ, որ դա ճիշտ չէ, որովհետև աշխարհի շատ զարգացած երկրներում պարտադիր կրթությունը 9 տարի է։ Մեր պարագայում ներդրվեց այդ համակարգը եւ կարող եմ ասել, որ հիմա այն բացարձակապես չի աշխատում։ Անկամ երեխաները, որոնք գնում են դպրոց, իրենց մոտ էլ 10-ից 12-րդ դասարանների կրթությունը Հայաստանում ընդհանրապես արդյունավետ չէ, իմաստալից չէ։ Երեխաները անիմաստ ժամանակ են վատնում եւ ես կարծում եմ, որ հիմա ավելի ամեն ինչ խառնվում իրար, երբ որ երեխաները իրենք պետք է ընտրեն ինչ-որ առարկաներ, այստեղ էլ դասագրքերի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում։ Այնպես որ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք վերադառնանք 9-ամյա պարտադիր կրթության։ Վերջերս մի հետազոտություն էր հրապարակվել PISA միջազգային ստուգատեսի շրջանակներում, որը ցույց էր տալիս, թե վերջին 20 տարում աշխարհի զարգացած երկրներում երեխաների գիտելիքները մաթեմատիկայից, բնագիտությունից եւ ընթերցանությունից ինչ դինամիկա են արձանագրել եւ պատկերը կարող եմ ասել, որ խայտառակ վատն էր, կտրուկ անկում, այսինքն ունենք անգրագիտության կտրուկ աճ աշխարհով մեկ եւ ես վստահ եմ նաեւ դա ունենք Հայաստանում։ Տասնյակ դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիկներ կան, զուգահեռաբար բուհերում մանկավարժական մասնագիտությունների դիմորդների թվի անկում է նկատվում։ Ուսուցչի մասնագիտությունն այլևս գրավիչ չէ, ինչպես շտկել իրավիճակը։ Խնդրի մեղմացմանը նպաստեցին Արցախից բռնի կերպով տեղահանված մարդիկ, որոնք եկան Հայաստան եւ նրանց մեջ կար մոտ 1500 ուսուցիչ եւ այդ ուսուցիչներից շատերը, գրեթե կեսը հիմա աշխատում են Հայաստանի դպրոցներում։ Այդ իմաստով մենք մի փոքր մեղմեցինք ուսուցիչների պակասի խնդիրը եւ կարելի է ասել, որ առաջիկա մի քանի տարիներում շատ սուր չի լինելու, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր մանկավարժական բուհերում սովորում են շատ փոքրաթիվ ուսանողներ, եւ դա էլ դեռ չափանիշ չի։ Եթե մարդը սովորում է մանկավարժական համալսարանում, դա դեռ չի նշանակում, որ ինքը ուզում է ուսուցիչ դառնալ։ Նրանց մի զգալի մասը ուզում է դիպլոմ ունենալ։ Տեսեք, հիմա մենք այդտեղ կրթաթոշակ ենք նշանակել 80,000 դրամ։ Եվ բավական աճ կա մագիստրատուրայում հատկապես։ Հիմա բայց ես չգիտեմ, այդ մագիստրատուրա գնացողները ուսուցիչ դառնալու համար են գնացել, թե կրթաթոշակի, որտեվ ամսական 80,000 կրթաթոշակ ստանալը դա համարյա հավասար է ուսուցչի մեկ դրույքով աշխատավարձին։ Կարծում եմ, որ առաջիկա երևի մի 5 տարի հետո շատ սրվելու է այս խնդիրը։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը ինչ արդյունք է տվել եւ արդյոք կրթության որակը բարելավվել է։ Հաշվի առնելով, որ արդեն 5 տարի գործում է, ժամանակն է, որ նախարարությունը հետազոտություն անցկացնի, որտեղ մենք արդեն ունենք ուսուցիչներ, որոնք 5 տարի է ստանում են 260-ից 300,000 դրամ աշխատավարձ կամավոր ատեստավորման համար եւ պետք է հասկանալ այս 5 տարում այդ ուսուցիչները ինչ արդյունքներ են տվել։ Իմ կարծիքը հետեւյալն է. ուսուցչի աշխատանքը այնքան համալիր աշխատանք է, որ միայն առարկայի իմացությամբ կրթության որակի շեշտակի աճ չի լինելու, աճել չի լինելու, որովհետև եթե դուք խոսեք այդ ուսուցիչների հետ, իրենց մեծ մասը ասում է, որ մենք մոտարապես նույն որակով ենք դասավանդում, ինչ մինչև ատեստավորումը։ Այնպես չէ, որ նախկինում մեզ գումար չէին տալիս, դրա համար մենք Նյուտոնի օրենքները սխալ էինք բացատրում կամ վատ էինք բացատրում, հիմա սկսեցինք նորմալ բացատրել, չէ։ Որովհետև լավ ուսուցիչը դա ըստ գիտության 150 հատկանիշ է մոտարապես առանձնացված լավ ուսուցչի։ Առարկայի իմացությունը այդ 150-ից մեկն է։ Հիմա եթե այդ մի հատկանիշի համար մենք շեշտակի բարձրացնում ենք աշխատավարձը, դա այն մնացած 149 հատկանիշները չի բարելավում ավտոմատ ձևով։ Մաքսիմում այո, ուսուցչի առարկական իմացությունը լավ է, բայց դա բավարար չէ։ Դրա համար ես առայժմ չեմ տեսնում, որ դա ինչ-որ կրթության որակի էական ազդեցություն կունենա, բայց կարծում եմ ժամանակն է, մանավանդ արդեն 6000 ուսուցիչներ կան, կամավոր ատեստացիան հաղթարած, հետազոտել եւ տեսնել օրինակ այդ ուսուցիչները ինչ արդյունք են տվել իրենց դասարաններում։